Բարև ձեզ, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայելի ակումբին եւ Անժելային այս հնարավորությունը ինձ ընձեռելու համար։ Իհարկե բավականին խտացված է այսօրվա օրակարգը եւ տարածաշրջանում ընթացող զարգացումների հետ կապված եւ ներքաղաքական կյանքում կփորձեմ համառոտակի անդրադառնալ այս հարցերին։ Իրանի նկատմամբ ագրեսիան Ամերիկայի եւ Իսրայելի այդ տանդեմի կողմից ներքաղաքական զարգացումներին կանրադառնամ, նաեւ կփորձեմ իմ կարծիքը արտահայտել, թե ինչպես դուրս գալ այս իրավիճակից, իսկ ավելի ճիշտ ինչպես ազատվել այսօրվա իշխանություններից։ Ինչ վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ իրականացվող այդ ագրեսիային, եղել եմ այն կարծիքի, որ սա պետական մակարդակով այս տանդեմի կողմից տերոր է Իրանական Իսլամական Հանրապետության եւ նրա բնակչության քաղաքացու նկատմամբ։ Գիտեք, եթե նույնիսկ ընդունենք տեսականորեն, որ բոլոր այն խնդիրները, որ ձևակերպում են այս պետությունները Իրանի հետ կապված, եթե նույնիսկ կրկնում եմ տեսականորեն ընդունենք, որ դրանք իրական են, այն ճանապարհով, այն գործիքակազմով, որով փորձում է, որ այս տանդեմը լուծել այդ հարցերը, դրանք հատուկ են միայն տերորիստական պետություններին։ Ես չեմ պատկերացնում, որ կարելի է խոսել ժողովրդավարության մասին, մարդու իրավունքների մասին, ինչպես նաև ինչ-որ ծրագրեր իրականացնելու մասին, երբ ռումբի մեկ արվածով ռմբակոծության, ասենք, մոտ 200 երեխաներ են զոհվում։ Ես չեմ կարծում, որ եթե ուզում են ինչ-որ ղեկավարի ոչնչացնել, սպանել, ապա դրանց համար միևնույն է, որ այդ ղեկավարի հետ զոհվում է նրա կինը, որդին, հարսը, 14 շաբաթական թոռը եւ այլն։ Սա իսկապես պետական տերոր է։ Եվ այդ պետական տերորը ծրագրավորված է։ Եվ ցավում եմ, որ աշխարհում ժողովրդավարության մասին խոսող պետությունները լռում են կամ հիմնականում լռում են։ Գիտեք, եթե այն ժամանակ, որ Վենեսուելայի նախագահ, ուրեմն Նիկոլաս Մադուրոին առևանգեցին, այդ ժամանակ պետք է որ ինչ-որ շեշտադրումներ լինեն, որտեղ այդպես հարցեր չեն լուծում, առավել ևս որ կեղծ էր այն փաստարկը, թե ինչ են առևանգել նախագահին, որովհետև այստեղ նարկոբիզնեսի մասին չէր խոսքը, ըստ էության։ Լինելով ընդհանրապես Թրամփը իրավիճությամբ գործարքի մարդ է, բանակցությունների մարդ չի, որովհետև ըստ էության ինչ էր հարցը։ Հարցն այն էր, որ ուզում էր նավթապաշարները տնօրիներ ինքը, բայց այդպիսի ժողովրդի էմոցիան վերցնող թեմա էր շոշափում, որ նա նարկոտիկի, նարկոբիզնեսի որպես տարածք դրա դեմ է պայքարում։ Այստեղ նույնպես եթե մի քիչ խորանանք, էլի գործարքի մասին է խոսքը գնում, որովհետև խոսվում է միջուկային զենքի մասին, խոսվում է մարդու իրավունքների մասին, բայց խոսքում ըստ էության գիտենք թե ինչ է իրենից ներկայացնում Իրան պետությունը եւ ինչ ազդեցություն ունի նավթագազային այդ ամբողջ իրականության նկատմամբ։ Ընդհանրապես գիտեք, եթե հիմա մի հարցի պիտի անդրադառնա, որ կարծում շատերին է հետաքրքիր, բայց գուցե միամիտ ինչի այդ հարցը։ Օրինակ ինձ համար միշտ հարց է, ինչ ասենք Պակիստանը պիտի ունենա ատոմային միջուկային զենք, բայց Իրանը չունենա։ Ինչու պիտի մեր դարավոր ճշտամին, որը ուզում է վերացնել Հայաստանը, որպեսզի թուրանական ծրագիր իրականացնի, Թուրքիան ունենա ատոմային միջուկային զենք, մենք չունենանք։ Ինչու ասենք Հյուսիսային Կորեան պետք է ունենա միջուկային զենք, բայց Հարավայինը չունենա։ Ինչու եվրոպական մի շարք պետություններ պետք է ունենան, չգիտեմ, դեռ Իտալիա, Գերմանիա եւ այլն պետք է ունենա, բայց ասենք Ավստրիան չունենա։ Հարցեր են։ Այն դեպքում, որ այսօր աշխարհը ունի ավելի քան 9200 միջուկային զենքեր, որոնք մի քանի անգամ կարող են այս մոլորակը ոչնչացնել։ Եթե հարցը դրված, պետք է հարցը շատ պարզ դրված լինի եւ հասկանալի, ինչու է տարբերակված մոտեցումը։ Ինչու պետք է աշխարհում ֆիքսված 14 պետություններ կան, որ ունեն ուրեմն միջուկային զենքեր։ 4 պետություններ այսպես կասկածելի է ունեն, թե չունեն Խորհրդային Միության նախկին 3 պետությունները Ղազախստան, Ուկրաինա, Բելոռուս, նաև Հարավաֆրիկյան Հանրապետություն եւ այլն։ Չեմ ուզում շատ անդրադառնալ շատ թվարկել, բայց այս հարցը կա եւ եթե այսօր խոսվում է միջուկային զենքի մասին եւ վերջնական չկա վերջնական այն մոտեցումը, որպեսզի աշխարհը մարդկությունը ազատվի այդ
աշխարհակորցան, երկրակորցան, մոլորակակորցան այդ զենքից, այս շատ տարբերակված մոտեցումները միշտ մարդկանց մոտ հարց է առաջացնում։ Ես կրկնում եմ, չնայած օրինակ Իսրայելը չի դիտվում, բայց Սաղ Աշխարհն էլ գիտի, որ ինքը ունի միջուկային զենք, ինչ պիտի նա ունենա Իրանը չունենա։ Չեմ ասում պիտի Իրանը ունենա, ասում ինչու տարբերակված մոտեցում։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ այս հարցը երբ շատերին է հետաքրքրում եւ իսկապես ամբողջական արմատական լուծում է պահանջում։ Եվ եթե այն մոտեցումները, այն գործիքակազմը, որ այս տանդեմը իրականացնում է Իրանի նկատմամբ, եթե Ռուսաստանը այդ նույն գործիքակազմով շարժվեր, որ վերացնել նրանց ղեկավարներին, ռազմական ղեկավարներին, մարդկանց նրանց հարազատներին, ուրեմն պետք է վաղուց Զելենսկին իր ընտանիքով, իր ռազմկազմով գոյություն չուներ։ Ռուսաստանը երևի կարող էր չէ դա անել։ Չեմ ասում պետք է անի։ Ժողովրդավարական բայստուն հանդիսացող պետությունը այսօր պետական տերոր է իսկապես իրականացնում։ Ինչ վերաբերում է մեր հարևանի մասնակցությանը կամ ճշտամու Ադրբեջանի հետ կապված, եթե հիշում եք, երբ այդ թռչող սարքի միջոցով անօթաչու եւ ասվեց, որ Նախիջևանի վրա հարձակում է եղել, այսպես մի բռունցք թափ տվեց Իրանի վրա եւ ասաց, մոտորապես կլուծենք ձեր հարցերը այնպես, ինչպես Արցախում հարցը լուծեցինք, հետո բայց իր հիմնական հայրիկը Թուրքիան երբ մի մատ թափ տվեց, ասաց տղա ջան նստիր տեղը, լավ դու չես լուծել Արցախի հարցը ես եմ լուծել եւ հայտարարել եմ այդ մասին, հետո սպասի այստեղ լուրջ խաղեր են գնում, որտեղ իմ շահերներն են, իսկապես իր շահերներ ունի, մի պարզ, այսպես տարբերակ պետք է ասեմ, տարբերակն այն է, որ Թուրքիան լավ հասկանում է, եթե կարողանա վասալ դարձնի Ամերիկան, իր վասալը դարձնի Իրանին, առավել եւս բավականին լուրջ տեղ է տալիս Ադրբեջանի, որը Հարավային Կովկասի թիվ 1 ռազմավարական գործընկերն է դարձել Ամերիկայի, Թուրքիայի շանսերը կամ Թուրքիայի ստեյության, այսպես տեսակարար կշիռը կվերանա, որովհետև Թուրքիան կարողանում է միշտ օգտվել նրանից, որ այս տարածաշրջանում ուզենա թե չուզենա Ամերիկան եւ Արևմուտքը իր վրա է ակցենտ անելու, շեշտադրում անելու, խաղեր է տալիս, չէ՞, միշտ խաղեր է տալիս, երբեմն ՆԱՏՕ-ի դեմ, Ամերիկայի դեմ, Արևմուտքի դեմ եւ այլն, բայց ուրիշ ընտրության հնարավորություն չունի եւ հասկանում է, որ ինքը կարող է կորցնել իր կշիռը։ Մի խոսքով չեմ ուզում այդ տարբերակներին անդրադառնալ, բայց ի վերջո այս տարածաշրջանը այսօր իսկապես վառվում է, բոցերի մեջ է այս տարածաշրջանը եւ իր հետ բավականին նոր հարցեր է բերում։ Չնայած պետք է ասեմ, որ առնվազն վերջին 15 տարիների ընթացքում Թուրքիայի նախաձեռնողական դիվանագիտությունը ցույց է տվել, որ թիվ 1 դիվանագետ մեր ճշտամին է, բայց պետք է խոստովանել, որ իր դիվանագիտությունը միշտ կարողացել է այս ընթացքում նախաձեռնություններ վերցնել եւ շահել։ Ամենայն դեպս ես կարծում եմ, որ ասում են ով կհաղթի այս պատերազմում, ես կարծում եմ հաղթող չի լինի եւ կարծում եմ սա Ամերիկայի ինձ է այդպես թվում սևեջերից մեկն է լինելու պատմության մեջ եւ պարտվող կողմ չեմ տեսնում, օրինակ հիշում եք, երբ 20 թվականին սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը եւ Եվրոպան ամբողջությամբ նաեւ միջուկային զենք ունեցող պետությունները կանգնեցին Ուկրաինայի կողքին եւ թվաց թե Ուկրաինան անպարտ է դառնալու, Վլադիմիր Պուտինը մի հայտարարություն արեց իրեն հատուկ տոնով, ասեց մեզ պետք չի այն աշխարհի գոյությունը մոտորապես, որտեղ չպետք է լինի Ռուսաստանը։ Այս նույն ձևակերպումը հիմա տալիս է ոչ միայն Իրանի ղեկավարությունը, այլ Իրանի ժողովուրդը, Իրանում ապրող ժողովուրդը եւ գնալու են մինչեւ վերջը։ Եթե նույնիսկ իմանան, ես չնայած դա բացառում եմ, որ պարտվելու է, ամեն ինչի գնալու են եւ այսօր կյանքը ցույց է տալիս եւ քիչ առաջ կարդացի Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունը, որ այդ մին մեզ վախացրեք Թրամփի խոսքը նկատի ուներ, որ իբր թե հիմա ավելացնելու ենք ճնշումը եւ այլն, կստանաք պատասխան եւ շատ դաժան կլինի այդ պատասխանը։ Սա անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարություն էր եւ վերջերս նաեւ վերլուծաբանները, հենց ամերիկյան վերլուծաբանները, հետախուզության աշխատակիցների վերլուծությունները ես կարդացի, որոնք դիտում են, որ գնալով Ամերիկան զիջում է իր դիրքերը եւ եթե ավարտեմ այս թեման, պետք է ասեմ, որ փաստորեն Ամերիկան ենթարկվեց Իսրայելի շանտաժի։ Իսրայելը կարողացավ կազմակերպել այս ամեն ինչը, որը փորձանք է բերելու մեր մոլորակին, ամբողջ աշխարհին։ Իհարկե էլի կարելի է շատ ավելի անդրադառնալ, բայց չեմ կարող չհիշել, որ գիտեք Պոլ Գոբել այդպիսի մի վերլուծաբան Ամերիկայում արդեն ունեցել 94 թվականին որպես Գերագույն խորհրդի պատգամավոր
դաշնակցական շատ բացառիկ կարևոր գործիչ Կարո Արմենյանի մասնակցությամբ եւ միջնորդությամբ հանդիպել, բավականին երկար տևեց մեր զրույցը, զգացի, որ լավ տիրապետում է մեր տարածաշրջանին եւ վերջերս երբ Վենսը պետք է գար տրանզիտային այց ես դա համարեցի, Հայաստան տրանզիտով պետք է գնար Ադրբեջան, որտեղ կրկնում եմ Ադրբեջանը այսօր Ամերիկայի թիվ 1 դաշնակիցն է մեր տարածաշրջանում, մի բան գրեց այդ այցի մասին։ Ես շատ կարևորեցի դա եւ կուզենամ որ դուք էլ կարող եք, ասած Վենսի այցը մեկ նպատակ է հետապնդում, որպեսզի կարողանա շոշափել տրամադրությունները Հարավային Կովկասի պետությունների, մասնավորապես Հայաստանի եւ հիմնականում Ադրբեջանի, եւ ստեյցիան նա իր նպատակին հասավ, որովհետեւ շոշափեց։ Հիմա Հայաստանը որևէ դերակատարություն չունի, Հայաստանը խոսք չունի, Հայաստանը սյուբյեկտ չի, երբեք Հայաստանը այսքան անիշխան, իշխանությունից զուրկ պետություն չի եղել ինչպես այսօր է, բայց այն ինչ որ կատարվում է Ադրբեջանի, նա վերաբերմունքը նկատի ունենք եւ Հայաստանը ծիծաղելի է, որ քանի երրորդ օրը նոր ցավակցեց Այաթոլլայի սպանությունը։ Կարծում եմ ուղղակի թույլտվություն խնդրեց իր տերերից, նրանք թույլ տվեցին որ ցավակցեց, ինչպես նաեւ, բայց տեսեք, նոր Այաթոլլայի ընտրության կամ նշանակման ժամանակ միանգամից րոպեներ անց շնորհավորեց, որտեղ թույլտվության սահմանների մեջ դա կար։ Մի խոսքով, ուզում եմ ասել, որ իսկապես կարողացել են որոշակի շեշտադրումներ բերել, պարտադրել այս Հարավային Կովկասի պետություններին եւ իրենք առաջնորդվում են դրանով։ Ինչ զարգացում կունենա, ինչքանով կանրադառնան, ինչ մասնակցություն կունենան այդ պետությունները այս պատերազմում, ցույց կտա ապագան։ Այս մասին այսքանը հիմա անդրադառնամ ներքաղաքական զարգացումներին։ Գիտեք, նախ ասեմ, որ վերջին մի հաղորդման ժամանակ հարցազրույցի ասել եմ, որ այսօր մեր պետությունը ներկայացնում են պետական հանցագործները։ Գիտեք, միշտ դեմ եմ եղել, որ պիտակավորում են կամ ենթադրություններ են անում, կամ ինչ-որ ածականներ, որոշիչներ, բացահայտիչներ են տալիս մարդկանց առանց փաստերի։ Ես ասում եմ պետական հանցագործներ եւ փաստական փաստերով եմ դա ներկայացնելու, որովհետեւ դրանք բավականին լուրջ մեղադրանք են, երբ պետության երկու կարևորագույն դեմքերին, վարչապետին եւ ազգային ժողովի նախագահին, ասում ես դու պետական հանցագործներ եք։ Մանրամասը չեմ ասել, բայց այսպես որպես բանաձևումներ, ձևակերպումներ մի երկուսը որպես փաստ կներկայացնեմ, ասել եւ կրկնում եմ, որ վարչապետի հրահանգով, նրա նախաձեռնությամբ, նրա հրամանով մեր պետության մեջ տապալվել է սահմանադրական կարգ։ Մի փաստ, որը շատ ակնհայտ է, երբ հրահանգեց շրջապատեն դատարանները եւ ոստիկանների օգնությամբ շրջապատեցին եւ ընդ որում զգետնեցին դատավորներից մեկին, որ ուզում էր մտնել իր աշխատասենյակ, զգետնեցին ոստիկանների մասնակցությամբ, միջամտությամբ եւ այլն։ Դա սահմանադրական կարգի տապալում չի, կարող է դատաիրավական այդ ամբողջ համակարգից որևէ մեկը ինձ բացատրի, որ դա ոչ ազգի իշխանության կամ մեր պետության զորացման ցուցանիշ է եղել։ Կարող է դատաիրավական համակարգի որևէ ներկայացուցիչ ասի, որ երբ ինքը անկեղծորեն թիվ 1 ամբիոնից հայտարարում է, որ կարող էին չունենալ 5000 զոհ, կամ ես էլ եմ գտնում, որ պետք է ճիշտ թիվը ասվի, թե քանի զոհ են ունեցել, բայց չեն հրապարակում ոչ զոհերի անունները, ոչ առնայտ կորածների եւ այլն։ Չգիտեմ քանի, թող 4000 լինի կամ 3000 քանի 100։ Լավ կլինի, որ ասվի է դա, երբ հայտարարում է, որ մենք ունենայինք, երբ ինքն է հայտարարում Նիկոլ Փաշինյանը բարձրագույն ամբիոնից, կունենայինք նույն կարգավիճակը Արցախում, նույն վիճակը կունենայինք առանց այդ հազարավոր զոհերի, բայց այդ ժամանակ ժողովուրդը ինձ դավաճան կանվաներ։ Դա չի նշանակում, որ դու օգտագործել ես քո պաշտոնական լիազորությունները եւ զոհել ես հազարավոր երիտասարդների, որպեսզի կարողանաս պահել քո իշխանությունը։ Կա որևէ մեկը ձեզանից, որ կարող է հակառակն ինձ ապացուցել։ Կա որևէ մեկը ձեզանից, գիտեք, հետաքրքիր որն է, ինձ ասում են չոր սևեռվածը Սալեն Սիմոնյանին նկատեմ, չէ, ուղղակի նրա գործողություններն են, որ այսպես հանգիստ չեն տալիս, ասում են, ո՞նց կարող է այս տեսակ այսօր ղեկավարել ազգային ժողովը։ Մի քանի գումարումների падգամավոր եմ եղել, 7-8 ազգային ժողովի նախագահների հետ եմ աշխատել, եւ իսկապես սա սարսափելի է այս տեսակը,
երբ այդ նույն Նիկոլ Փաշինյանին լրագրողը հարցնում է ինչ կասեք մարդու մասին, ազգային ժողովի նախագահի մասին, որ այս բառը պետք է նորից օգտագործեմ, որ թքել է քաղաքացու վրա, պետության վրա, այսպես խորախորուրդ ինչ-որ միջում պաուզա է տալիս, հետո ասում է, բայց նա էլ է մարդ, չէ, նա էլ է, չէ, արժեք է, բայց ստորագույն արժեք է, եւ ստորագույն արժեքներ են բոլոր նրանք, ովքեր տեսնում են, որ առնվազն մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ պաշտոնական դիրքի չարաշահում գլխավոր դատախազը, արդարադատության նախարարը, մյուս բոլոր դատաիրավական մարմնի ղեկավարները աչք են փակում դրանով, ասելով, որ քայլարազներ կարող եք մեր քաղաքացիների հետ ամենաստոր գործողությունները իրականացնել, իմացեք, որ մենք ձեզ չենք պատժելու, ձեր օրենքը ձեր վրա չի իրականացվելու։ Ուզեմ ասել, որ մի քանի անգամ հրավիրել եմ, ել չեմ հրավիրի, որտեղ գիտեմ չեն գա։ Ասել եմ, եկեք ուղիղ եթերում բանավիճենք, ես ապացուցեմ, որ դուք պետական անձագործներ եք, ազգի դավաճաններ եք, որ դուք պետությունը տանում եք կործանման, չեք գալիս, որովհետև ինչ պիտի պատասխանեք, այսին բերած էլի փաստեր կան, չեմ ուզում անդրադառնալ։ Եվ ողբերգություններն ինձ երբեմն ասում են, վերջապես այդ ակտիվ քաղաքական գործունեությանը դվեր շտու, չգիտեմ, ասում են նորմալ ընտանիք ունես, կենսագրություն եւ այլն։ Գիտես, երևի ճիշտ են ասում, բայց որ առավոտ արդանում ես, իսկապես տեսնում ես ովքեր են ղեկավարում քեզ, ովքեր են պատասխան տալու քո երեխաների, թոռների համար, ովքեր են քո արժանապատվությունը, պետությանը արժանապատվության վրա ոտքերդ մաքրում, բոլորը ծիծաղում են մեզ վրա, իսկապես ապրելը չի գալիս, հասկանում եք։ Մի խոսքով, մարդիկ իրենք պետական անձագործներ են եւ պետք է պատասխան տան։ Հիմա այս դատաիրավական համակարգը առնվազն իրենց ղեկավարները, իրենք անձագործներ են ծնում։ Այո, անձագործներ։ Ես էլ եմ դրանց մեջ մտնում։ Որովհետև եթե դու որպես օրենքը, օրինակ դատախազությունը օրենքի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինն է։ Եթե գլխավոր դատախազը կարող է արդարացնել ազգային ժողովի նախագահի պահվածքը, այդ ստորագույն պահվածքը, կամ վարչապետի պահվածքը, չի մտածում, որ վաղը մյուս օր, եթե դու չես անում, այդ մարդուց վրեժ են լուծել փողոցում մարդիկ։ Հասկանում եք, դուք չեք հասկանում, որ դուք ինքներդ անձագործներ եք ծնում, լինելով։ Դուք չեք գիտակցում, որ անձագործության մաս եք կազմում, անձակից եք դառնում այս իշխանություններին, ապահովելով նրանց պետականակործան գործունեությունը։ Չեք հասկանում եք։ Եվ ցավոք սրտի այս բևեռացումը, որ կա այսօր, լուրջ բևեռացում կա այսօր։ Երբեք Հայաստանում ընդդիմություն կամ իշխանություն այսքան բևեռացված չի եղել։ Եվ այդ բևեռների արանքը լցված է թույնով, չարությամբ, մաղձով, ատելությամբ, ագրեսիայով։ Եվ դա ամեն օր եք զգում, հատկապես երբ նայում եք նաև մեր հանրային հեռուստատեսությունը, որտեղ ուղղակի ավելի է խորացնում այդ անդունդը, այս բևեռային անդունդը բրկված թույնով, կրկնում եմ, մաղձով, ատելությամբ ավելի է խորացնում, չէ, հանրային հեռուստատեսությունում լավ հաղորդումներ, ես նկատի ունեմ հասարակական քաղաքական հաղորդումները, որը կերպավորում է Պետրոս Ղազարյանը, որին ժամանակին Նատաշկա էր անվանում Նիկոլ Փաշինյանը, իսկ Նատաշկան ռուսական իրականության մեջ գիտեք ինչ է խորհրդանշում, բայց սցենարի հեղինակ է նաև ՌԱՀ-ի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը։ Թվում է թե ասեմ, որ ինքը իսկապես այդ ոլորտի գիտակ մարդկանցից է։ Ինքը կարող է իսկապես իր այդ գիտակցությունը, իր մասնագիտական հմտությունները իրականացնել, որպեսզի այդ բևեռացումը ոչ թե հանրային հեռուստատեսությունը նպաստել այդ բևեռացմանը, այլ կարողանալ ինչ-որ դրական գործ անել, որովհետև այդ նույն բևեռացումը կա նաև լրատվադաշտում իշխանական եւ ոչ իշխանական։ Բայց ցավոք սրտի ինքը ավելի շատ օգտվեց նրանից կամ հիմա օգտվում է, ընդ որում բոլոր իշխանությունների ժամանակ է այդպես եղել, պարզվում է։ Օգտվում է, որ իշխանությունը չունի, հատկապես վարչապետ կոչվածը չունի, քծնանքի նկատմամբ իմունիտետ չունի, քծնելով միշտ իշխանությունների կողքին լինելով ինքը այդ Պետրոս Ղազարյանի հետ միասին իրենք ավելի են բևեռացնում, ավելի են ատելությունը, ավելի են այսպես պիրկ ատելությամբ են լցնում այդ բևեռի միջին մասը, այսինքն այդ բևեռի արանքը։
Բոլոր դեպքերում ես էլի եմ կրկնում, գիտեք, մենք մի դասախոս ես ունեի, երբ Երևանում էի սովորում, լուսահոգի Սերգեյ Աթաբեկյանը, հրաշալի կերպար, շատ կնամեծար կերպար էր, ասում էր, տղեկ ասում էր, որ տղեկով նստում էինք, ասում էր կնոջը կամ պիտի սիրել կամ շատ սիրել, գլխավոր դատախազ, արգելի տիկին, շատ չէ, բայց սիրելով ասում եմ, վայր դրեք այդ մանդատը, դուք անցակից եք դառնում, դուք այսօր այդ համակարգը լսրել եք Խաչիկ Մուղդուսիներով, հիշում եմ, ինձ ու դատախազի ուրեմն ներկայացուցիչը պահանջեց դատարանից 3 տարի ազատազրկում, իսկապես անսպասելի էր, իմ հրաշալի փաստաբանը Հարազդատ Արությունյան ասում է, բայց գիտեք Ռուբեն Հակոբյանը արդեն 70 տարեկան է եւ դա մեղմացուցիչ հանգամանք օրենքով նախատեսված, սա պիտի նորից կրկնեմ, ինքը ասում է հայ ես չգիտեի որ 70 տարեկան է, ասում է եթե գիտեք ուրեմն պետք է ինչ-որտեղ փոփոխություն լինի, դա ասում է չէ նշանակություն չունի, այսինքն ստակ այդ սալտաֆոնը այդ Մուղդուսին եկել է ինչ-որ այն վերևներից բան է վերել, որ պահանջեք սա, եթե ասենք այդ վերևները ասեին, որ Ռուբեն Հակոբյանից պահանջում են, որ դառնա Ամերիկայի պրեզիդենտ, այդ բան վերդիկտը կտար, այսինքն տիկին վայր դրեք այդ մանդատը, հասկանում եք, հնարավոր չի, դուք գրակ այդ կերպար եք, գիտեք, ուրեմն այս մեր բաների ժամանակ, այն ինչ որ կատարվում է Հայաստանում դա իրական համակարգում Մաքիավելին, Նիկոլա Մաքիավելին, վստահ եմ գրագետ կինեք, կարդացած կլինեք, ինքը այսպես մի իմաստուն խոսք ունի, ասում է երբ բռնապետը նաև տգետ է, ապա նրա կողք հավաքված բոլորը իրենց տգետն են ձևանում կամ տգետ են ցույց տալիս։ Ես մենակ կավելացնեի հետևյալը, որ ով քիչ ավելի շատ գրագետ է, նա ավելի է պես համոզիչ ներկայանում որպես տգետ, կներեք, բայց երբի ձեր տեսակի համար է դա ասված, որտեղ չեմ կարծում, որ դուք այն ինչ որ թվարկեցիք քիչ առաջ, չեմ կարծում, որ դուք չեք գիտացում, չեք տեսնում, որ պետական հանցագործների հետ մենք գործ ունենք։ Ես կարող եմ, եթե խնդիր կա, կարող եմ ձեզ հետ հանդիպել, ուրիշ եթերում եւ դա ձեզ իսկապես բացատրեմ, համոզեմ ձեզ։ Բայց էլի եմ ասում, լավ կլինի տիկին դուք վայր դնեք այդ մանդատը, որտեղ դուք անցակից եք դարձնում այս ամեն ինչն ինչ որ կատարվում է։ Մի հարցեր պետք է անդրադառնամ, հա, այստեղ բայց չեմ կարող երկու խոսք ասել, ինձ փաստորեն չգիտեմ, գուցե դատավորի նկատմամբ որոշակի բաժից գործողություն են իրականացրել, որտեղ իրենք շատ էին ուզում, որ ինձ ազատազրկեին, չեղավ, բայց մյուս կողմից 3.5 միլիոն ինչ-որ տուգանք են նշանակել եւ ամենածիծաղելին, որ փակել են, այսինքն ես չեմ կարող Հայաստանից դուրս գալ, լավ, եղբայր ինչի, այսինքն ինչ է դա նշանակում։ Մի խոսքով այս դատա իրավական համակարգը սա ողբերգություն է մեր պետության, մեր հասարակության, մեր քաղաքացու, նա ողբերգություն է բերում մեր պետության գլխին ճակատագրի հետ կապված։ Եվ մի հարցը պետք է անդրադառնա, որ երկար ժամանակ լռել եմ, բայց այսօր պետք է ասեմ, հիշում եք, այսպես մի կերպար կար, որը երևի թե Հայաստանում եզակի կերպար է, որ մորդեմ ցուսմունք է տվել։ Ես տարբեր արդյունքներով անդրադարձել եմ դրան, որտեղ քաղաքականության մասին երբ բան է խոսում, մանավանդ որ ես հավատում եմ այն բոլոր խոսակցություններին, նաև լրատվամիջոցներում, որ սա ինչ-որ պետությունների շպիոն է եւ իսկապես այնպիսի կարողություններ ունի, որ ուզում է ճշտել որտեղից այդ կարողությունները, ինքը շատ է խոսում կոռուպցիայի, չգիտեմ ինչի մասին։ Այդ անդերս լրատվամիջոցներն են ասում այդ մասին, բայց անդրադարձել եմ, որ ոչ մենակ հայ մարդը, ընդհանրապես աշխարհում չպետք է լինի որևէ մի էակ, մի երկոտանի, որ կարող է մորդեմ ցուսմունք տա, բայց ինչն էր պատճառը։ Սա պետք է կարճ ասեմ, որպեսզի անդրադառնամ այն հիմնական հարցին, որին ուզում եմ անդրադառնալ, որ ինքը ինչ է ասում։ Ինքը այսօր խոսում է, քննադատում է բոլորին, նախկին նախագահներին, քաղաքական գործիչներին, իր կերպարով խոսում է պետության բարոյականության, զորացման, բանակի, արժի համակարգերի մասին, մարդը, որը բանակից դասալիք է եւ բանակից խուսափելու համար ինքը որպես սարկավակ խափել է, ինչ-որ թղթեր է բերել, խափել է եկեղեցուն։ Այնուհետև, որպեսզի բանակում չճարայի, դա բացահայտվել է, ուրեմն ընկերոջ ընտանիքի անդամների եւ կնոջ եւ երեխաների փաստաթղթերը գողացել է իր վրա է դրել, որ ինքը բազմազավակ հայր է, ամուսնացած չի, չգիտեմ, ինչ սերի ներկայացուցեն նույնիսկ, եւ այդ թղթերով փորձել է ազատել բանակից։
երևի ստացվել է, բայց հետո բացահայտվել է Ռոբերտ Քոչարյանի, ուրեմն նախագահության օրոք եւ դատապարտվել է ինքը եւ չի ներում, որ իրեն բացահայտել են եւ դատապարտել են եւ որովհետեւ ես երբեմն անդրադարձել եմ այս կերպարին, որտեղ տեսեք Սարդարաբադի ժամանակ, 18 թվականին 900 դասալիկներին, թուրքամոլներին ուղղակի փողոցում գնդակահարում էին։ Մեր ժամանակ 90-ականների սկիզբներին դա ավելի շատ Վազգենի ճշգրիտ մոտեցումն էր, որ դասալիկներին կամ նրանք, ովքեր խուսափում էին բանակից, պատերազմող պետություն էին, հենց փողոցից բռնում տանում էին բանակ, վարժեցնում էին եւ մտցնում էին դիրքեր եւ դրանով մենք կարողացանք հաղթել։ Բայց Նիկոլ Փաշինյանի օրոք այս տեսակը, որը դասալիկի կերպար է, դավաճանի կերպար է, այն Պետրոս Ղազարյանի վիրասենյակում նստած բարբերաբար մտնում է հանրային եթեր եւ մեզ բարոյականության դասեր է տալիս։ Բանակ ունենալու դասեր է տալիս, արժանապատիվ ապրելու դասեր է տալիս։ Եվ որպեսզի կարողանա վրեժ լուծել, մի անգամ հայտարարեց, որ Նայիրի Հունանյանի հետ հանդիպել է եւ Նայիրի Հունանյանը տոլի ասել է, որ ողջևորվել եմ Վազգեն Մանուկյանի, Հրանտ Մարգարյանի, Արմեն Հակոբյանի խոսքերից, թե նրանց հետ եմ հանդիպել, թե նրանք են ինձ ոչ ինչ-որ բաներ ասել, եւ այդպես ուրեմն բերեց դրեց շրջանառության մեջ եւ երբեմն հիմա էլ անդրադառնում է դրան։ Ընդհանրապես արդարանած չեմ սիրում։ Փաստ պետք է ասեմ, որ չեմ հիշում, որ երբ դաշնակցությունից հեռացվել է 90-ականների սկիզբները եղել, երբևէ հանդիպել եմ Նայիրի Հունանյանի հետ, բացի տերորի օրը, ահաբեկչության օրը։ Ուզում էի դատի տալ, բայց նկատի ունենալով իր դատական համակարգը ունենք, ընդհանրապես չանդրադարձա դրան։ Հիմա ինչ եմ խոսում այս մասին։ Վերջին շրջանում Հանրապետություն կուսակցության ներկայացուցիչները, նաև Երևանի ավագանիում, պես հարց են բարձրացնում եւ կարծում եմ դա ծրագիր է։ Ուրեմն Facebook-յան էջերում հարց, թե ինչով էր զբաղված Ռուբեն Հակոբյանը հոկտեմբերի 27-ին 99 թվականի, ուրեմն այդ ահաբեկչության օրը։ Հիմա ուշադիր լսի Արամ Սարգսյան, գիտեմ որ քո ծրագիրն է դա, ես ասեմ ինչով էի զբաղված։ Բայց կուզենամ որ լսես, ոչ մենակ լսես նաև հասկանաս ինչ եմ ասում։ Այո, ես խորհրդարանում էի։ Արամ Սարգսյան, դու քեզ երևի խնայել եմ, չեմ ուզեցել քեզ անդրադառնալ, որովհետև միշտ դիտել եմ, որ դու քաղաքականություն ու պոլիտիկանտությունը իրարից չես տարբերում։ Արգելի Արամ։ Այնպես որ ժամանակին չէիր տարբերում գաճն ու ցեմենտը, բայց հայտնի պատճառներով ուրեմն նշանակվեցի ցեմենտի գործարանի տնօրեն։ Հիմա ասեմ, ինչով էի զբաղված, ես դահլիճում էի իհարկե։ Ինձանից մի քանի մետր են կողմ գնդակարեցին մեր պարլամենտը Վազգեն Սարգսյանին։ Հետաքրքիր է գիտես, որ մինչև հիմա դու այդպես էլ հարց բարձրացրեցիր, որտեղից այդքան թույն, այդքան մաղձ այդ Կարեն Հունանյանի մոտ, որ երբ մի ամբողջ պարունակ, մի ամբողջ մագազին դատարկեց Վազգեն Սարգսյանի մարմնի վրա, չնայած Վազգենը իրեն բանով այդպես վերջը բոլորը սպանվածները այդմել էին ուրեմն ատակին, բայց նստած էլի մնաց իր տեղում, որտեղից է այդքան թույն, դու երբևէ այդ արծը քեզ տվել ես։ Եթե տայիր, եթե այդ բառերը ինչ որ ասեց, ինչ որ արտաբերեց, այդ ահաբեկի չգիտես ինչ էր արտաբերում։ Արտաբերում էր բառեր, ձևակերպումներ, եզրույթներ, որը Նիկոլ Փաշինյանը առնվազն վերջին 4-5 տարիների ընթացքում օգտագործել էր Վազգենի նկատմամբ։ Դու հիշում ես կամ կարդացած կլինես 99 թվականի ապրիլ, լավ եմ հիշում, որտեղ ելույթ եմ ունեցել դրա հետ կապված։ Երբ մի գրոտեսկային ծաղրանկար տվեց Վազգենի նկարը իր թերթում եւ դիմեց մայրերին, ասաց. «Սիրելի մայրեր, բանակից ձեր որդիների դիակներով են ձեզ շնորհավորելու ինչ որ տոնական օրերին»։ Եվ էլի տարբեր, ասում եմ, թե ընտրությունների հետ կապված, բանակի հետ կապված, մի խոսքով։ Երբ դες խոսք ասեմ, ոչ ոք Վազգենի հեղինակության վրա այդքան ոտքերի չի մաքրել, ինչքան այս պատուհասն ազգակործանել։ Դու հարց տվեցիր։ Եթե հարց տայիր, որովհետև քեզ ծնել է Վազգենը, դու ինքդ արհեստական ծնունդ ես, Վազգենով ես դու մտել քաղաքական դաշտ եւ կրկնում եմ պոլիտիկանտությամբ ես զբաղվում, եթե դու իսկապես ցավում ես Վազգենի համար, ուղղակի կոկորդից պետք է բռնեիր դրա այդ պատուհասի եւ ասեիր սերիկա, դու իմ եղբոր ոտքի տակի հողը չարժես։
այդ ինչ ես ասել իմ եղբոր մասին, ինչ ես այդքան գեներացրել ատելություն եղբորս նկատմամբ, երբ սպանված Վազգենին քո բարերով էին հայում եւ խզակոթով արվածում էին, ավտոմատիկ խզակոթով արվածում էին Վազգենին։ Չէ, քեզ դա ձեռ չի տալիս, որովհետեւ քեզ Վազգենի անունը այնքանով է անհրաժեշտ, ինչքանով որ քաղաքական դիվիդենդ ես ուզում շահել, բայց որպես եղբայր ես կարծում եմ դու ուղղակի միացել ես այն մարդկանց, ովքեր այսօր Վազգենի անունը շարքելով ուզում են քաղաքական դիվիդենտներ շահել։ Եվ ընդհանրապես ես կդիմեմ խոնարհվելով բոլոր զոհերի առջև առաջ կդիմեմ նրանց թույլ մի տվեք ձեր զոհերի հիշատակը շահարկեն ինչ-որ քաղաքական դիվիդենտների համար։ Ինչպես այս դեպքում ասացի Արամ Սարգսյանը։ Մի բան էլ պետք է ասեմ, այդ քո քաղաքական կողմնորոշումների հետ կապված։ Ես տեղափոխվել էի 2000 թվականի սկզբին արտաքին գործերի նախարարության համակարգ, որտեղ պետք է նշանակվեի գլխավոր հյուպատոսի դեպ նորակա Հայաստանի առաջի գլխավոր հյուպատոսն եմ եղել Ռուսաստանում, նստավայրը Սանկտ Պետերբուրգ, եւ մենք էլ հանկարծ Ռուսաստանի արտգործնախարարությունից նամակ բողոք այսպես ստանում են, որ ձեր վարչապետը եկել է Ռուսաստան, Մոսկվա, պետք է հանդիպի Պուտինի հետ եւ մենք չունենք տեղեկություն այդ մասին։ Մեր արարողակարգը, պրոտոկոլի բաժին ասում եմ, մենք չունենք նման ինֆորմացիա։ Կապվում են նախագահականի հետ, արարողակարգի հետ, նախագահականից էլ չունեն նման ինֆորմացիա, որ վարչապետը Մոսկվայում է պետք է հայտնվի հանդիպի Պուտինի հետ։ Վարչապետի աշտակազմը չի պատասխանում։ Եվ ինչ, եւ բարձրում է ուղղակի գնացել է, գիտեք, այստեղ պիտի մի քիչ անդրադառնամ այն թիմը, այն նենք թիմը, որը եկել էր դեր Վազգենի մարմինը տանք էր եւ պահանջում էր, որպեսզի Քոչարյանը իրենց պաշտոնների նշանակի, նենք թիմ էր, ուղղակի ասում էր եկել եմ ծառայենք ձեզ, մենակ պաշտոններ տվեք, մեկը վարչապետ, փոխվարչապետ, գլխավոր դատախազ, պաշտպանության նախարար, այդ թիմն է, գիտեք։ Եվ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ բառապաշարով դուրս վռնդեց դրանք։ Եվ դրանք մնացին այսպես հիմնական արմատական ընդդիմությունը այդ օրվա իշխանության եւ ինչեւ այսօր էլ մնում են։ Հատկապես այն բանը Անդրանիկ Քոչարյանը, որ գնաց Գյումրի նշանակվեց որպես Անդրանիկ Քոչարյան, վերադարձավ որպես Ռեշանդո։ Իր գործնեության տեսակը դա է, նենք, բանսարկու։ Մի խոսքով ասածս որն է։ Երբ ասում եմ ոչ միայն պետք է հասկանաս, նաև հասկացածը պետք է իրականացնես, Արամ Սարգսյան, այդ շատ անբարո գործը դրանով մի զբաղվի։ Եթե դու իսկապես մտածում ես եղբորդ մասին, դու այս հարցը մի անգամ տուր այդ մարդուն, որին այսօր փաթաթվել ես ուզում ես իշխանության գալ, իշխանության մնալ, ասա, գետինը չես մտնում, որ եղբորս մասին այդպիսի բաներ ես ասել եւ այդպիսի դաժան տրամադրություն ես ձևավորել, գեներացրել այդ ԱԲԿ-ների մոտ։ Սա այդ թեմայով եւ վերջում անդրադառնամ շատ կարճ ինչ եմ առաջարկում։ Այն ինչ մասին պիտի խոսեմ, ես Կալանավայրից այդ մասին գրել եմ։ Կարծեմ Կալանավայրից էր, թե դրանից 1-2 օր առաջ։ Իսկապես պետք է ընդդիմությունը ճակատ կազմի։ Ընդդիմությունը ճակատ կազմի, ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Հարցն այն է, որ տեսնում ես, որ այդ հնարավորությունը կա, բայց ցավոք սրտի առայժմ ինչ որ բացակայում այդ հնարավորության իրականացումը, ինչ նկատի ունեմ։ Առնվազն ես 4 բլոկ եմ տեսնում, որ կարող է հայտնվել ընտրությունների արդյունքում։ Լավ կլինի, կրկնում եմ, որպեսզի չշարժվի, լավ կլինի, որ մինչև ընտրությունները այս իշխանություններից մենք կարողանանք ազատել, բայց այն ինչ որ ասում եմ, դա իրականացնելու դեպքում մենք կարող ենք գնալ ընտրությունների արդեն հաղթած վիճակով։ Ես նկատի ունեմ անդիմադիր դաշտը։ Ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է, որպեսզի կարողանան մի հուշագիր ստորագրեն։ Այդ հուշագրի առաջին մասը հասկացա, մի քանիսի հետ զրուցել եմ այդ բլոկների ներկայացուցիչների, որ իրենք միասին կոալիցիային ձևավորելու եթե անցնեն խորհրդարան։ Բայց հասկացա, որ տարբեր պատճառներով ինձ համար անընդունելի է, բայց գտնում եմ, որ չեն ուզում նույնանալ կամ այսպես կոալիցիա դառնալ հների հետ, սա իմիջիայլոց նարատիվը է, հին նորի դա իշխանությունների, որը այդ կուտը վերցրեց ընդդիմությունը, իրանք էլ են դա խաղում, բայց այնքան անհետ է դա։ Բայց գոնե կարողանան կամ միասնաբար կամ առանցին հայտարարել, որ այդ բլոկներից որևէ մեկը կոալիցիա չի կազմելու իշխող քաղաքական ուժի հետ։ Գիտեք, այս կոալիցիայի հետ կապված ես կարծեմ բանը վերջը մի խոսքով մի հայտնի խոսք է ասում է գիտության ամենամեծ ճշնամին գիտությունն է։ Նրանք ասում են մեկ էլ քաղաքացիական պայմանագիրը այդ քայլարածները բան են վերցրել, ոնց թե տեսեք մտածում են կոալիցիա կազմեն։ Եղբայր, բա ինչ պիտի անեն։ Այդ ակսիոմ է։
Առավելևս պարլամենտական հանրապետության դեպքում ինչ կլինի, այո, պիտի կոալիցիա կազմի, բայց պիտի անեն։ Այն դեպքում, որ դուք 9%-անոց, չգիտեմ, ԿՊ-ին, քայլարածներին դուք տեր կանգնեցի կոալիցիայով, որ հիմա դարձավ, ուրեմն Երևանի իշխող ուժը դարձավ 9% կրկնում եմ, որը ծիծաղելի է։ Իմիջիայլոց այս Արամ Սարգսյանի կուսակցության շնորհիվ հիմնականում, որովհետև նա այսպես ընդդիմադիր դիրքերից էր խոսում, մտավ եւ այլասերվեց մի անգամից, մեկը դոգի այն 1-2 հոգին, որոնք ծախվեցին։ Հիմա եթե մարդիկ հայտարարում են, որ պետք է կոալիցիա լինի, դուք ասում եք, ոնց որ նենգություն է դա, չէ, եղբայր պիտի իսկապես կոալիցիա լինի եւ այդ կոալիցիան կլինի։ Ես վստահ եմ, եթե 5-րդ ուժիներ եմ տեսնում, 5-րդ բլոկին էլ հիմա չհայտարարեմ դրա մասին, հիմա խոսակցությունները գնում, որ նաեւ այդ 5-րդ բլոկը ձևավորվի, եթե իսկապես 60-ից 65% մարդիկ մասնակցեն ընտրությունների, այն Ռուսիա ասած 6 մինուտ այս իշխանությունը չի լինելու։ Եվ վստահ եմ, որ ի վերջո ընդդիմությունը կունենա դա։ Հետո ճանապարհային քարտեզ ի վերջո ինչ պետք է արվի 1 թե 2 տարի հետո պետք է նոր ընտրություններ լինեն, չեմ ուզում շատ մանրամասնել, որովհետև շատ մանրամասն մի անգամ անդրադարձել եմ դրան։ Ուղղակի ցավն է, որ տեսնում եմ եւ ոչ միայն ես, որովհետև շատ էլ մեծ քաղաքագիտական խելք պետք չի ունենալ, որ հասկանալ, որ այսօր հնարավոր է այս իշխանություններից ազատվել։ Ցավն է, որ տեսնում ես, բայց առայժմ այդ քայլերը չկան։ Չեմ ուզում անդրադառնալ այսօր ժամանակի նկատի ունեմ պատճառով ընդդիմության գործունեությանը, մի բան պետք է ասեմ, որպես բանաձևում, հետագայում ես կանադառնամ ընդդիմությանը։ Ընդդիմությանը օրվա իշխանություններին չի պարտվել։ Ընդդիմությունը պարտվել է ինքն իրեն, եւ այսօր էլ շարունակում է ինքն իրեն պարտվել, որտեղ այն բացիլներ, ես դրանց բացիլ եմ անվանում, որոնք կան ընդդիմադիր դաշտում, այսպես վայնասուն են դրել Արցախի հետ կապված, մեր զոհված տղաների հետ կապված, պետության հետ կապված, թե ինչ է կատարվում Ջերմուկում եւ այլն, բայց խորհրդում նենք հարցեր են լուծում անձնական։ Ես շատ կուզենա, որ մինչև անդրադառնամ ընդդիմության գործունեությանը այս հարցերը լուծված լինի եւ ավելի շատ խոսենք դրական ակցենտներով, շեշտադրումներով ընդդիմության գործունեության մասին։ Կրկին անգամ շնորհակալություն Հայելիին, Անժելա Թովմասյանին այս հնարավորությունը ընձեռելու համար, բարին ընդ ձեզ, մինչև նոր հանդիպում։